Դատարաններում գործերի քննության ձգձգման պատճառներ, ծանրաբեռնվածություն, համակարգային լուծումներ, որոնք պետք է ապահովեն քաղաքացիների համար արդարադատության ժամանակին հասանելիությունը։ Սրանք այն հարցերն էին, որոնք վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական իշխանության, արդարադատության համակարգի եւ գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ միասին քննարկեց դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման թեմայով միջոցառմանը։ Վարչապետը շեշտեց, դատական համակարգի արդյունավետությունը ոչ միայն իրավական, այլև հանրային վստահության առանցքային հարց է։ Ըստ նրա, արդարադատության ոլորտում խնդիրները չեն կարող լուծվել միայն ընթացակարգային փոփոխություններով, առանց հասնելու դրանց հայեցակարգային հիմքերին։ Նրա խոսքով անհրաժեշտ է հստակ ձևակերպել, թե ինչ է արդարությունը եւ ինչ է արդարադատությունը Հայաստանի իրականության մեջ։ Բոլորը պահանջում են արդարություն եւ արդարադատություն, բայց կարևորը հասկանալ, իսկ դրանք ինչեր են։ Որն է մեր հանրային պետական ընկալումը արդարության եւ արդարադատության մասին։ Ինչ խնդիր ենք մենք ուզում լուծել արդարությամբ։ Նիկոլ Փաշինյանը հատուկ անդրադարձավ դատավորի խիղճ արտահայտությանը, հարց բարձրացնելով դրա բովանդակության մասին, միաժամանակ նշելով, եթե խոսում ենք դատավորի խղճի մասին, ապա պետք է հասկանանք ինչ է դա, ինչու միայն դատավորինը, եւ արդյոք հնարավոր է այդ հասկացությունը մոդելավորել, ձևակերպել կամ չափելի դարձնել։ Քննարկման առանցքային թեմաներից մեկն էլ իրավակարգի լեգիտիմությունն էր։ Փաշինյանը նշեց, որ Հայաստանում իշխանության լեգիտիմության հարցը ընտրությունների միջոցով լուծված է, սակայն իրավակարգի լեգիտիմության հարցը մնում է բաց։ Նրա խոսքով ժողովրդի եւ սահմանադրության միջև առկա խզումը հանգեցնում է նրան, որ իրավակարգը չի ընկալվում որպես լիարժեք լեգիտիմ։ Մենք իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավակարգի լեգիտիմության հարցը չենք լուծել։ Ո՞նց ենք լուծել իշխանության լեգիտիմության հարցը։ Ընտրությունների արդյունքները կասկածի տակ չեն, բայց այն ընտրությունը, որով իրավակարգը հաստատվել, այսինքն հանրաքվեն, դրա արդյունքները միշտ են եղել կասկածի տակ եւ այսօր էլ են կասկածի տակ։ Եվ քանի դեռ այդ կասկածը չի վերացել, իրավակարգի լեգիտիմությունը բանի նման, վիրուսի նման մեզ քայքայելու է։ Մենք տենց էլ չենք հասնելու ոչ արդարության, ոչ արդարադատության։ Պետության կողմից սահմանափակումները անխուսափելի են ազատությունների ապահովման համար, սակայն այդ սահմանափակումները պետք է ընկալվեն քաղաքացիների կողմից որպես իրենց իսկ կողմից ընդունված կանոններ, ասաց վարչապետն ու ընդգծեց. միայն այդ դեպքում է հնարավոր նվազեցնել պետության եւ քաղաքացու միջև առաջացող լարվածությունը։ Մարդու համար ինչ տարբերություն այն որոշումը, որ ինքը համարում է, որ այդ որոշումը լեգիտիմ չի, մի ամսում են կայացրել, թե 6 տարում, բացարձակապես տարբերություն չկա, որովհետև եթե նույնիսկ մի 15 օրում կայացնեն կամ մի ամսում, մարդու զգացողությունը դրանից չի փոխվելու, եթե ինքը իրան ներսում չասի, որ գիտես ինչ, հա, սա իմ պետության, իմ հաստատած իրավակարգի, իմ դեմ կայացրած որոշումն է, եւ հետեւաբար սա իմ կայացրած որոշումն է իմ դեմ, որովհետև ես ինքս ինձ սահմանափակում եմ, որովհետև եթե մենք ամեն մեկս մեզ չսահմանափակի, երկրում քաոս կսկսվի եւ պետությունը ընդհանրապես կվերանա։ Եվ ֆունդամենտալ այս հարցերը կա եւ մեր իրականության մեջ եթե սխալվում եմ, խնդրում եմ ուղղեն, այս հարցերի պատասխան չկա եւ անդրադարձ չկա։ Քննարկման ընթացքում արդարադատության նախարար Սրփուհի Գալյանն էլ հայտարարեց, որ դատական համակարգում իրականացվում է մաքրման գործընթաց։ Նրա խոսքով կան դատավորներ, որոնք կարգապահական վարույթների ընթացքում նախընտրում են սեփական դիմումով լքել համակարգը, կանխատեսելով լիազորությունների դադարեցում։ Նախարարը նշեց, որ թեև սա քաղաքացու տեսանկյունից կարող է խնդրահարույց լինել, սակայն համակարգի առողջացման տեսանկյունից այն կարևոր քայլ է։ Նրա խոսքով պետությանը պետք չեն դատավորներ, որոնք տարիներ շարունակ չեն կարողանում քննել պարզունակ գործեր։ Մենք տեսնում ենք իրավիճակներ, երբ դատավորը կարող է 7 տարի շարունակ քննել զրպարտության վերաբերյալ պարզունակ գործ եւ 1 տարի չհրապարակել դատական ակտը։ Մենք կարող ենք տեսնել, որ օրերի ընթացքում որոշում կայացնելու փոխարեն, օրինակ հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշման մասին է խոսքը, դատավորը կարող է սպասել ամիսներ։ Մենք տեսնում ենք, որ անձը կալանքի տակ կարող է մնալ 5 եւ ավել տարի։ Եվ այս հարցերի պատասխանները, եթե դրանք օբյեկտիվ բնույթ ունեն, մենք մանճանապարով, եթե դրանք սուբյեկտիվ են, ապա յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է հանգեցնեն կարգապահական պատասխանատվության եւ որոշ դեպքերում ես ուրախ եմ, որ հանգեցնում են կարգապահական պատասխանատվության։ Սրփուհի Գալյանը ներկայացրեց նաև վիճակագրական տվյալներ, նշելով, որ վերջին 5 տարիների ընթացքում գրանցվել է պատմական ցուցանիշ։ Այս պահին դատապարտյալների թիվը 24-ով գերազանցում է կալանավորվածների թվին։
Նախարարի խոսքով սա դրական միտում է եւ ակնկալվում է, որ դատական գործընթացների արագացման արդյունքում այդ տրամաբանությունն առաջիկայում կաճի։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էլ իր հերթին մտահոգիչ գնահատեց դատաքննության փուլում վաղեմության ժամկետների լրանալու հիմքով քրեական հետապնդումների դադարեցման դեպքերի աճը։ Նրա ներկայացրած տվյալներով, եթե 2020 թվականին նման հիմքով հետապնդումը դադարեցվել է 61 անձի նկատմամբ, ապա 2023-ին այդ թիվը հասել է 519-ի։ 2024 թվականին գրանցվել է 233 դեպք, իսկ 2025 թվականի առաջին կիսամյակում արդեն 118։ Կարծում ենք, որ առաջինը անհրաժեշտ է աշխատանքի ճիշտ պլանավորում, վիճակագրությունը բացարձակ թվերով հաշվելուց այլևս ձեռնպահ մնալ եւ ավելի շատ վերլուծություն անել մեծ տվյալների հետ եւ ինչը ոչ պակաս կարեւոր է այսօր մեղադրանքների հետ կապված նաեւ Վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշումները հաշվի առնելով մեկ վարույթում միացվում են այն գործերը, որոնք վերաբերում են նույն անձանց եւ սա թույլ է տալիս ընդհատել վաղեմության ժամկետի ընթացքը եւ կոռուպցիոն գործերով մենք ունենում ենք նաեւ փողերի լվացման մեղադրանքներ, որոնք եւս ընդհատում են վաղեմության ժամկետի ընթացքը, կարծես թե այս դատական պրակտիկան լուծումը առաջարկել է։ Մենք կարծում ենք, այստեղ ամենամեծ մարտահրավերը մնում է, որ յուրաքանչյուր դատավոր իր ամենօրյա աշխատանքի մեջ կարողանա այս առաջնայինը երկրորդականից տարբերելու եւ ստրատեգիական առումով տակտիկական քայլերը ճիշտ մշակելու դեպքում հնարավորություն տա մեծ ժամանակին ավարտել դատարանում քրեական վարույթները։ Գլխավոր դատախազը նշեց, որ նոր քրեական օրենսգիրքը որոշակիորեն լուծում է խնդիրը սահմանելով ավելի երկար վաղեմության ժամկետներ, սակայն մինչև 2022 թվականը կատարված հանցագործությունների մասով մարտահրավերները դեռ առկա են։ Որպես լուծում նա կարևորեց աշխատանքի ճիշտ պլանավորումը, վիճակագրության խորքային վերլուծությունը, նաև նույն անձանց վերաբերյալ գործերի մեկ վարույթում միավորումը, ինչը թույլ է տալիս ընդհատել վաղեմության ժամկետի ընթացքը։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։